Երկրորդ սերիա։ Ինչ արագ է թռչում։ Տեսեք։ Ինչքան սիրուն է։ Սա էլ է սիրուն։ Տես թե ինչպիսին է։ Ոչ, սրան ինչ եղավ։ Ես գիտեի, որ կընկնի։ Ով կա այդտեղ։ Դուրս արի, մի վախեցիր։ Այդ բախտորոշ հանդիպումը չպետք է տեղի ունենար, բայց քանի որ տեղի ունեցավ, նրանք ընդմիշտ կապված են լինելու ճակատագրով ու նորից են հանդիպելու։ Ուզում ես ասել, որ եթե նրանց ճակատագրերը միահյուսվել են, ես էլ պետք է հետևեմ քաղաքագլխին, որպեսզի կրկին բռնեմ ջրահարսին։ Դու ասում ես մի վախեցիր, բայց հենց ինքդ ես վախենում, ճիշտ չէ։ Խոսել կարողանում ես։ Իսկ ինչու ջրահարսը չի կարող անել այն ինչ մարդը։ Ուրեմն ինչու այն օրը ոչինչ չասացիր։ Ասացի, բայց ինձ ոչ ոք չլսեց։ Այո, մեզ համար սա երջանիկ օր է։ Մենք ընդունում ենք մեր նոր քաղաքագլխին։ Դրա պատվին ես բոլորի համար մի անօրինակ ներկայացում եմ պատրաստել։ Խնդրում եմ, օգնիր ինձ։ Ջրահարսերն իրար մտքեր են կարդում։ Նրանք խոսելու կարիք չունեն։ Ուրեմն մարդիկ չեն կարող լսել ջրահարսերի մտքերը։ Վաղուց, շատ վաղուց մի պատանի սիրահարվել էր ջրահարսի ու լսել էր նրա ձայնը։ Եվ ինչ պատահեց այն պատանուն, որը սիրահարվել էր ջրահարսին։ Մենք նորից կհանդիպենք։ Եթե թղթելապտերը նորից Սավառնի ծովի վրայով, դա նշան կլինի, որ նորից ենք իրար տեսնելու։ Ուշադիր եք նրան հետևում։ Ինչ որ արտասովոր բան իմացաք։ Ոչ, չիմացանք, բայց քաղաքագլուխն իր մարդկանց տարօրինակ հանձնարարություններ է տալիս։ Ինչպիսի։
լեգենդը։ Գիտես թե ամենից շատ ինչից եմ զզվում, երբ առանց հրաժեշտ տալու են գնում։ Դրա համար էլ եկել եմ գնալուց առաջ հրաժեշտ տալու։ Դա է միակ պատճառը։ Լավ, հրաժեշտ տվեցի։ Գնալու ժամանակն է։ Հաջողություն։ Խմիր։ Սպասիր։ Վերցրու։ Այո, ճիշտ է։ Հերիք է փչես, խմիր։ Դու ոչ միտեղ չունես գնալու։ Տուն կամ էլ հյուրանոց։ Ծանոթներից որևէ մեկի համարն էլ չունես։ Խնամակալի, հարազատի, ընկերոջ։ Տեսնես ում հետ եմ խոսում։ Հայ, պետք էր գնալ ու վերջ։ Ինձ տեղն է։ Ես գնում եմ լողանալու, իսկ դու շորերդ փոխիր։ Գրողը տանի։ Տեր Աստված, հեյ, լույսը վառիր։ Տուր։ Ինձ տուր ասում եմ։ Սա ինչ է։ Սիրաբանում ես ինձ։ Ոչ, նման բաներ մի արա։ Ինձ խելացի կանայք են դուր գալիս։ Լրիվ քո հակապատկերը։ Հրապուրող հայացքով էլ ինձ մի նայր։ Լավ, եթե կարգին չհասկացար, ուղիղ կասեմ։ Ես քեզ բերել եմ այստեղ, որովհետև գիշեր է, անձրև է գալիս, քո խելքն էլ տեղը չէ, դրա համար էլ կթողնեմ, որ մի գիշեր մնաս ինձ մոտ, այդքան բան, թե չէ, գուցե նրան դուր եմ եկել կամ,
Չօգտվեմ առիթից ու նրան ճանկը զգացեմ։ Այդպիսի բաները մտքիցդ հանիր։ Մի ընկիր երևակայության գիրկը։ Լրիվ քշվել է։ Հասանելի չէ, հաղորդագրություն թողեք։ Ո՞վ է։ Այն տղան է, որի հետ սովորել ես կայստու։ Էլի զանգերից չի պատասխանում։ Ես ամբողջ գիշեր լաբորատորիայում եմ լինելու։ Կարևոր նմուշներ են բերել։ Նորից։ Ավելի լավ կլիներ, եթե բժիշկ դառնայիր, ինչպես մայրիկներ ուզում։ Թե չէ քո այդ գիտությունը պահպանության մասին, մշակութային ժառանգության պահպանման։ Եվ եթե բժշկության նպատակը մարդկանց կյանքը երկարացնելն է, մերն էլ ամբողջ մարդկության մշակութային ժառանգությունը պահելն ու պահպանելը։ Գնա կավե կճուճների, քարերի ու նրանց երեխաների կյանքը երկարացրու։ Լսիր, Չիոնի մորաքույրն էլ է կայստն ավարտել։ Դրա համար էլ քիթն այդքան ցցած է։ Ինչ։ Իմ տղան էլ է այնտեղ սովորել։ Նրանով ես այդքան գլուխ գովում։ Ասում ես, նայ այդ սիրունիկը։ Այո, փոքր ժամանակ այնքան գեղեցիկ աչքեր ուներ։ Երբ գնում էինք դրսում զբոսնելու, դեռ 10 քայլ չարած, անպայման մեկը մոտենում էր, որ գրկեր, կամ ճտեր։ Ու դեռ լավ էլ սովորում էր։ Բարակառվում դելֆին չի ծնվի։ Ինչ բարակառու։ Ինչ։ Ոչ թե առու, այլ խորն ու կապույտ ծով։ Այո։ Չլինի հայտնի նախնիներ ես ունեցել, որոնց մասին ես չգիտեմ։ Ինչ է եղել նրան։ Ազդեցիկ ազգականներ, ոնց չէ։ Ինչքան է սիրում իրեն երևակայել։ Ալո։ Ջինոկն այսօր չի գալու։ Ինչու։ Խաբել են։ Բռնեմ։ Արդեն լուրեր են պտտվում, որ զեղծարարների թակարդն եմ ընկել։ Այնքան եմ ամաչում, որ ոչ մեկին չեմ ուզում տեսնել։ Չա Ջինոկի անունը միայն, այնքան ազդեցիկ էր։ Իսկ հիմա հողին է հավասարվել։ Այդ դեպքում ձեր անունը փոխեք։ Դա մի շաբաթից ավել չի տևի։ Կյանքներիցը ձեռք եք քաշել։ Լավ։ Ես պետք է հանգստանամ։ Խմեք։ Լավ։ Հիմա ինչ ենք անելու։ Նրանց բռնել է պետք։ Ճիշտ է։ Եվ կարևոր չէ թե դրա վրա ինչքան կծախսեմ։ Գտեք նրանց։ Նրանք խորտակել են տղայիս կյանքը։ Ինձ են խայտառակել։ Հարկային ոստիկանության ճանկն են գցել ամուսնուս։ Լավ։ Միթե կարելի է մարդկանց հետապնդել միայն նրա համար, որ նրանք փող ունեն։ Իհարկե ոչ։ Գտեք նրանց։ Մանավանդ այն ստահակին, որն իրեն դատախազի տեղ էր դրել։ Սպանեք, եթե պետք լինի։ Ախ, ոնց վախեցրիր։ Լսիր, այդպես չեն անում։ Լսիր, հեյ, ինչ ես անում։ Դուք վերջերս եք այստեղ եկել։ Ծնվել եք 1980 թվականին Վագրի տարում և ծնողները ձեզ չեն գրանցել։ Դու ինչ է, բոլոր քիչ թե շատ համակրելի տղամարդկանց ես այդպես նայում։
Գժվում ես նրանց համար։ Լավ, նայիր ինչքան ուզում ես։ Մենք վաղուց էինք այս վայրի մասին մոռացել։ Ես գնում եմ քնելու։ Բարի գիշեր։ Ինչ է ձեզ համար ծովը։ Հաճախ եք մտածում ծովի մասին։ Ինչ ես անում։ Ամբողջ գիշեր նստել ես։ Քանի տարեկան ես, որ դերասաններին ես սիրահարվում։ Խելքդ տեղն է։ Հերիք է նայես տուր։ Ողջույն։ Այո, նամդու։ Վիճակը վատ է։ Մեր մտքով անգամ չեր անցնի, թե ինչ է իրենից ներկայացնում Մյոնդոն Capital-ը։ Այդ վարկային մասնավոր ձեռնարկությունում իսկական գանգստերներ են աշխատում։ Ինչ ես խոսում։ Մեր հետևից մարդկանց են ուղարկել։ Սովորաբար տարվա այս եղանակին մարդիկ գործուղումների չեն գնում։ Տոմսերը շատ թանկ են, երևի շատ ենք բարկացրել նրանց։ Նամդու քեզ բռնել են։ Ոչ քեզ։ Ասում են, որ քեզ են բռնել։ Այն հեռախոսից ազատվել ես, չէ՞։ Դու երբեք այդքան հիմար չես եղել։ Սա բանյակային կապի դարաշրջան է։ Քեզ երևի GPS համակարգով են գտել։ Սպասիր, իսկ եթե հիմա գալիս են իմ հետևից, գրողը տանի ես գնացի։ Սպասիր։ Ինչ։ Հիշում ես այն ապարանջանը։ Գուցե դա ինձ ուղարկես փոստով։ Դու վստահում ես ինձ, չէ՞։ Ճիշտ չէ։ Հեյ, հիմա լավ կլինի իրարից բաժանենք։ Փորձիր հիշել, թե որտեղ ես ապրում։ Եթե իսկապես չգիտես, քաղաքում մեկից օգնություն խնդրիր։ Ես հիմա անհետաձգելի գործեր ունեմ։ Տեր Աստված։ Վերջ, կորացեմ։ Լավ էլ հեռու է։ Հանգիստ ջունջե։ Արագ, գտեք նրան։ Գտեք նրան։
Բռնեք նրան։ Շեֆ, բռնեք նրանց։ Բռնեք առաջ։ Նրանց ետևից։ Այն կողմ։ Հախան, այն կողմ։ Կանգնիր։ Որտեղ են նրանք։ Նստիր, դե։ Ոչ, 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 ոչ։ Ոնց ես։ Չես վնասվել։ Ինձ էլ թվում էր նրանցից երբեք չենք փոխվի։ Բայց իմ հետևից չեն հասնի։ Հասկանում ես, չէ՞ որ միայն իմ շնորհիվ նրանցից ազատվեցինք։ Ուրիշ ոչ ոք իմ կեսի կեսն էլ չեր անի։ Ես վարպետ եմ եւ մեքենաներ եւ հեծանիվներ վարելու հարցում։ Ահա նրանք, արագացրու։ Գնացինք։ Սպասիր։ Սպասիր ասացի։ Ոչ, 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 աստիճանները։ Մամա ջան։ Արի։ Սպասիր այստեղ, լավ։ Էй, արի այստեղ։ Շարժվիր։ Բռնեք, թե կարող եք։ Հիմա քեզ ահա նրանք։ Ստացիր։
Հիմա ատրճանակը կգցես։ Մահդ եկել է։ Իզուր չէ, որ դուք եք նրանց ղեկավարը, հիպնոսի չեք ենթարկվում։ Բերանդ փակիր։ Հիմա քեզ ինչ անեմ։ Թե կրակյան ոստիկանները վազելով կգան ու գործը կբարթանա։ Ոչ, ես բարթացնել չեմ սիրում։ Ինչքան պարզ, այնքան լավ։ Լավ, նստիր մեքենան։ Լսում եմ ուսուցիչ։ Ներեցեք, երևի ձեզ վախեցրի։ Աստվածիմ, գնանք։ Սա ինչ է։ Սա այն աղջիկը չէ, որ մերոնց ծալեց գցեց։ Դա սովորական հեծանիվ է։ Կաստուր հիմար, լսում եմ շեֆ։ Հեծանիվը մեզնից արագ է գնում, Գաստուր։ Գցիր նրան։ Բռնիր դրան։ Ինչ է կատարվում։ Ոչ, բռնիր դրան։ Արագ։ Բռնեք դրանց, ինչ եք կանգնել։ Արագ վազեք ետևներից։ Բռնեք ասացի։ Իմ ետևից, ուշադիր լսիր, եթե շրջադարձին մարդ լինի, ես նրան ինձ վրա կվերցնեմ, իսկ դու կթեքվես ու կվազես։ Ես միշտ էլ լավ մարզավիճակում եմ, իսկ այսօր հատկապես։ Այսօր կորավ։ Հեյ։ Չլինի անխելքին բռնել են։ Լսիր հիմար։ Չէի ասել, որ հետևիցս գաս։ Ուր էիր կորել։ Եթե մի անգամ էլ հետ մնաս, էլ քեզ չեմ սպասի։ Ինչ։ Ուր ես գնում։ Ինչպես գտար ելքը։ Ապրես խելքի պուտուկ։ 그대는 빛에 어떤 말보다 의미가 있어 난 그걸 느껴 지난 밤 꿈에 환히 웃으면 바람처럼 불던 그대 Գնանք։ 내게 좀 더 가까이 와요 그대를 더 느낄 수 있게 기다리는
시간조차 의미가 돼요 그대가 내게 들어온 순간부터 한 걸음 더 가까이 와요 숨소리도 느낄 수 있게 내 마음이 그대에게 기울어가요 조금씩 혼자였던 Միայն 5 եվրո։ Հեյ, ախր պետք է վճարես։ Փող պետք է տաս 5 եվրո, 5 եվրո պետք է տաս 5 եվրո, մեծ բան չէ։ 5 եվրո տուր, վճարիր։ Ինչ ես խառնվել իրար մի ստից բանի համար։ Հեյ, ինչքան է։ 5 եվրո։ Իսկ փոքր բաժիններ կան։ Ներեցեք։ Գնանք։ Գնացեք։ Աստված համբերություն տա։ Ընդամենը 5 եվրո։ Ահա, ես եմ, Ջունջան։ Լսել եմ, որ CJ-ում ես աշխատում։ Ես այս կողմերում եմ, չեմ կարող բջջայինով ու վարկային քարտից օգտվել։ Կանխիկ էլ չունեմ։ Այո, շնորհակալություն։ Ուր գամ։ Ուր։ Քարոզիչ հոնա։ Հալելույա։ Վաղուց չէինք հանդիպել։ Այո, վերջին անգամ կարծես Լիբիայում էինք հանդիպել։ Պատարագի ժամանակ 2 տարի է անցել։ Պաստոր, սա ավետարանչական քարոզիչ հոնան է։ Եղբորիցս նրան չեմ տարբերում։ Հիմա փղերին պաշտպանող եւ Քենիայում ջրամբարներ ստեղծելու առաքելության ղեկավար է։ Դուք ձեզ շատ ծանր աշխատանքի եք նվիրել։ Ինձ Աստված է այդ հանձնարարությունը տվել, եւ ես այն խոնարհաբար անում եմ։ Ահա։ Սա կինս է։ Մի քանի տարի առաջ վթարի էր ենթարկվել։ Հոգեկանի վրա է ազդել։ Տեր Աստված։ Աստված օգնական։ Նա շատ ծանր ցնցում է ապրել եւ հիմա չի կարողանում խոսել։ Չգիտեմ թե մեկ էլ երբ բախտ կվիճակվի նրա ձայնը լսել։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ծանոթանալ։ Այսօր մի քիչ շոկ է, չէ՞։ Դա ինչ էր։ Ինչու հանկարծ սկսեցիր խոսել։ Լեզուտ նոր բացվեց։ Դու չասացիր, որ ուզում ես ձայնս լսել։ Այո, ճիշտ է, բայց Լսիր, իսկ ինչ է կինը։ Դու ասացիր, որ ես քո կինն եմ։ դե ոչ մի բան, ընկեր, ուղղակի ընկեր։ Ընկեր։ Բայց ինչպես։ Դու այսքան ժամանակ կարող էիր խոսել, բայց չէիր խոսում։ Քշվելու բան է։ Մինչև 3 դժվարանում էի, բայց ինձ շատ օգնեց քո տված այն տուփը։ Մեր լեզուն, ավելի ճիշտ մեր ազգային լեզուն։ Իմ տված տուփը։ Նոթբուքը։ Դա քեզ օգնել է սովորել։ Ուրեմն դու դրանով ես խոսել սովորել։ Ինչ ես նայում։ Ակնախնձորներդ։ Ակնախնձորներս։ Դրա մեջ եղած կետերը փայլում են։ Իմ աչքերը միշտ էլ փայլում է։
Գեղեցիկ է։ Այո, գեղեցիկ են։ Գիտես, իմ աչքերը միշտ էլ գեղեցիկ են եղել։ Մայրս պատմում է, որ զբոսնելիս 10 քայլ դեռ չարած մարդիկ արդեն մոտենում ու հարցնում էին. կարելի է ինձ գրկել։ Միայն թե ակնախնձորներ չէ, այլ աչքեր, ու ոչ թե կետ, այլ բիբ։ Որտեղից ես այդքան բառ սովորել։ Դու ինչ ես, սպունգ ես։ Անխտիր ամեն ինչ կլանում ես։ Հեյ, եղբայր։ Պատրաստել ես ինչ խնդրել էի։ Բա ոնց, մենք մզայի անդամ ենք, չէ։ Մենզի զեղծարարների ակումբի։ Ընկերներ ենք, չէ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալությունով տուն չես պահի։ Ինչ ես ուզում։ Ես արդեն ամեն ինչ պատրաստել եմ։ Եվ այսպես, սկսում ենք վերջին փորձը։ Քույրշին խոստովանությունը։ Սա աստծորտնություն է։ Շուկայի փակվելուց 5 րոպե առաջ նա ինձ օգնեց հանդիպել Դեվիդ Մակդուգլասի հետ եւ հնարավորություն տվեց մուծել եկեղեցու տասանորդը։ 10,000 եվրո։ Այդ ժամանակ մարդիկ կհետաքրքրվեն, թե ով է այդ Դեյվիդ Մակդուգլասը։ Իրենք իրենց կասեն. Ես էլ եմ ուզում նրա հետ ծանոթանալ։ Հետո այն կողմից դուրս կգա Դեյվիդն ու շատ խոնարհաբար կարտասանի։ Ես հերոս չեմ։ Ես ընդամենը գործիք եմ Աստծո ձեռքին։ Ես հենց նոր լսեցի Աստծո ձայնը։ Եթե մենք անհաջողության մատնվենք, դրանից դուրս գալու բազմաթիվ ուղիներ ունենք։ Այդ պահին մեր խմբի անդամները բացականչում են. Ալելույա! 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 Ամեն ինչ բարձ է։ Այո։ Սա յուրահատուկ տեղ է։ Հետո ինձնից ինչ է պահանջվում։ Դու ընդամենը մի երկերք ես, որը կբթացնի մարդկանց քննադատական մտածելակերպը ու հույզերը կշարժի։ Ինչ? 사랑은 언제나 오래 참고 사랑은 언제나 온유하며 믿음과 소망과 사랑 중에 그 중에 제일은 사랑이라 그 중에 제일은 Տեսե։ 사랑이라 Մեր բոլոր սենյակները փոքր են, վստահ չեմ, որ երկուսով ձեզ այնտեղ հարմար կլինի։ Մի անհանգստացեք։ Ես խմել եմ ուզում, ծարավ եմ։ Տեսեք, այնտեղ ջուր կա։ Այնտեղ է, այնտեղ։ Տեր Աստված։ Չեմ կարող նկարագրել, թե ինչքան ուրախ եմ, որ ձեր կինը նորից արձագանքում է շրջապատող աշխարհին։ Հույզեր է արտահայտում։ Այո, պետք է խնդրեմ, որ աղոթեք կնոջս փխրուն մարմնի եւ հոգու համար։ Ես ուզում էի խնդրել, բայց տեսնում եմ, որ արդեն լավ է։ Ամեն։ Փորդ լավ է։ Չգիտեի, որ ամբողջ բալոնը կխմես։ Իսկ ինչ է սերը։ Ինչ։ Դու սիրո մասին էիր երգում։ Դա ինչ է։ Սերը իրականում դա շատ վտանգավոր բան է։ Այնպես որ դու լավ կանես առանց դրա ապրես։ Ինչու։ Ենթադրենք, սիրում ես մեկին։ Դա նշանակում է, որ հանձնվել ես։ Ինչ է նշանակում հանձնվել։ Պարտվել։ Դու պարտվել ես։ Մի խոսքով, եթե սիրում ես մեկին, ուրեմն հավատում ես նրա բոլոր ասածներին։ Հետևաբար շատ մեծ խնդիրներ ունես։ Դե ասա, արժե, որ ինչ որ մեկին սեր խոստովանես։ Ես սիրում եմ քեզ։
Պետք չէ։ Ես ասացի, չէ։ Սոված եմ։ Ինձ թվում է ամնեզիա ունես։ Կամ նման մի բան։ Դրա համար էլ ոչինչ չես հիշում։ Աչքերիս նայիր։ Այդպես մի պլշիր։ Լսիր, ես կհաշվեմ մինչև 3-ը, իսկ դու խորը շունչ քաշիր ու ծնողներիդ մասին մտածիր։ Հասկացար։ 1 2 3 Ծնողներն ինչ են։ Քշվել ես։ Չգիտես թե ինչ են ծնողները։ Հայրն ու մայրը, որոնք քեզ կյանք են տվել։ Ես չունեմ։ Ոչ, այդպես չի լինում։ Ծնող բոլորն ունեն։ Դու ունես ծնողներ։ Ես հայր ունեմ, բայց չունենալու հաշիվ է։ Մայրս շատ կուզեի ունենալ։ Դրա համար էլ փախչում եմ։ Ուր։ Աշխարհի ծայրը։ Կա մի այդպիսի տեղ։ Իդեպ, անունդ ինչ է։ Ես անուն չունեմ։ Զարմանալի չէ։ Դու ընդհանրապես տարօրինակ ես։ Եթե տարօրինակ չլինեի, եթե անուն ունենայի, կկարողանայի միշտ քեզ հետ մնալ։ Ոչ։ Ես դա նկատի չունեի։ Աշխարհում այնքան տարօրինակ մարդ կա, եթե անկեղծ լինենք, ինչքան էլ ուզես նրանց չես հասնի։ Իսկապես։ Այո։ Մեզնից երևի ես ավելի տարօրինակ եմ։ Դու լավն ես։ Դու ինչ գիտես, թե ես ինչ մարդ եմ։ Ձերքս։ Դու կարող էիր ինձ լքել, բայց բռնեցիր ձերքս։ Մի քանի անգամ։ Դրա համար էլ լավն ես։ Ինչքան եմ գողացել ու փախել։ Բայց կյանքումս առաջին անգամ վերադարձնում եմ գողացածս։ Լավ։ Բարի միասին գնանք։ Աշխարհի ծայրը։ Հերակլես։ Շնորհակալություն։ Այդ քեզ շնորհակալություն։ Քո շնորհիվ մենք երեք այնքան նվիրատվություն ենք ստացել, եւ շատերը պատրաստ են սատարել Դեյվիդ Մակդոգլասին։ Լավ հաջողություն, առայժմ։ Լսիր, նրա հետ զգույշ եղիր։ Իդեպ, դու իմ ճաշակով ես։ Եթե Սեուլում լինես, կարող ենք։ Իսկ Սեուլը որտեղ է։ Սեուլը որտեղ է։ Այ քեզ զուգադիպություն։ Մեր հումորի զգացումները շատ նման են։ Ես քեզ կթողնեմ համարս։ Իսկ ես դա ոչ ոքի չեմ տալիս։ Ուշանում են գնացինք։ Շատ ափսոս։ Աստված իմ, քարոզիչ Թոմաս, շատ շնորհակալություն։ Ես ոչինչ չեմ արել։ Մի ձևացրեք, թե չգիտեք։ Քարոզիչ Հոն ամեն ինչ փոխանցել է մեզ։ Ինչը։ Դուք ասել էիք, որ գումարը պետք է տրամադրվի կարիքավոր ուսանողների ուսման վարձին։
Լաց եք լինում։ Ոչ։ Իսկ ես կարծում եմ այո։ Լսեք, պաստոր։ Այո, ուրեմն ես իրոք չեմ կարող թշնամուն սպանել։ Թշնամուն սպանելը վատ է։ Ծերուկ Թոմասը հայոյելուց շատ լավ է։ Դե ինչ, հավանեցիր։ Կհանդիպենք Սեուլում։ Ես եմ հյուրասիրում։ Ինչու են բոլորը ասում, որ Սեուլում կհանդիպեն։ Որտեղ է այդ Սեուլը։ Դու իրոք չգիտես, թե որտեղ է Սեուլը։ Երբեք այնտեղ չես եղել։ Դու էլ ես շուտով Սեուլ գնալու։ Իհարկե։ Ես այնտեղ եմ ապրում։ Սա է աշխարհի ծայրը։ Այո, տեղացիներն այս վայրին այդպես են անվանում այն օրվանից, երբ 2000 տարի առաջ Փարոս տեղադրեցին։ Բայց այստեղ օվկիանոս է։ Սա ինչու է ծայր կոչվում։ Այստեղից օվկիանոսն է սկսվում։ Ջունջե, մարդիկ վաղուց հավատացել են, որ սա աշխարհի ծայրն է։ Այդ Փարոսը, որ տեսնում ես, Հերակլեսի աշտարակ է կոչվում։ Դրա լույսն անգամ աշխարհի ծայր է հասնում։ Հերակլեսի մայրն ամեն օր այստեղ էր գալիս։ Նա շատ էր կարոտում որդուն։ Մարդիկ խղճում էին նրան։ Դրա համար էլ որոշեցին մի Փարոս կառուցել, որը լույս կտա։ Հերակլեսին ճանապարհը ցույց կտա, ու նա օվկիանոսում կգտնի դեպի մորը հասցնող ճանապարհը։ Հետո Հերակլեսը կարողացավ մոր մոտ հասնել։ Ով գիտի։ Բայց դրա հետ կապված լեգենդ կա։ Այն մարդիկ, ովքեր այստեղ բաժանվել են, անպայման նորից են հանդիպելու։ Երևի դա նրանից է, որ սա ոչ միայն աշխարհի ծայրն է։ Այստեղում սկսվում է նաև մյուս աշխարհը։ Բայց մայրիկ, ինձ թվում է, Հերակլեսն էլ իր մորն էր շատ կարոտում։ Հո, Ջունջե։ Դա իմ իրական անունն է։ Քչերը գիտեն իրական անունս։ Դա մեծ պատիվ է։ Ուրեմն եթե մարդիկ այստեղ բաժանվում են, նորից են հետո հանդիպում։ Հազիվ թե։ Ես այստեղ եմ բաժանվել մորիցս, բայց նրան հետո այդպես էլ չեմ տեսել։ Մայրիկ։ 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 Մայրս հեռացավ առանց հրաժեշտ տալու։ Ոչինչ հաշվի չառնելով։ Այստեղ էլ է գրված հո Ջունջե։ Ես սիրում եմ քեզ, Հոն Ջունջե։ Ճիշտ է։ Այստեղ էլ է գրված հո Ջունջե։ Ուրեմն մայրս ամեն դեպքում ինձ հրաժեշտ է տվել։ Իսկ ինչ է գրել։ Որ սիրում է ինձ։ Սիրում է։ Ուրեմն նա պարտվել է։
Հանձնվել է։ Այո, Լրիվ բարդվել է։ Հանձնվել է։ Հերակլես։ Պասենք։ Գրողը տանի նրանց ետևից։ Լավ չէ։ Հեյ, տեսնում ես սա։ Այսօր մեզնից չես փախչի։ Լավ։ Եկեք խոսենք։ Նախ աղջկան բաց թողեք։ Նա սրա հետ ոչ մի կապ չունի։ Էй, կապ չունի ասում ես։ Իսկ ինչու էր երեկ անընդհատ հետևիցդ քարշ գալիս։ Ես նրանից մի բան էի գողացել։ Սա։ Այս ապրանջանը հեժան բան է իհարկե, բայց թրծրել էի։ Նա էլ ընկել էր ետևիցս։ Հեյ, գնա։ Հետ եմ տվել, չէ։ Գնա։ Ինչու։ Ես քո կինն եմ, չէ։ Ինչ։ Լսիր սրիկա։ Հերիք է գլուխս տանես։ Ոչ, այս կին կոչվածը չի հասկանում, թե ինչ է ասում։ Ես երդվյալ ամուրի եմ։ Ես նրա անունն անգամ չգիտեմ։ Լրիր։ Մի բառ էլ ասես վերջոտ կտամ։ Լավ, պարոն։ Ինչ շատախոս ես։ Ասում էի գնայիր։ Հիմա ինչ ենք անելու։ Ինչու ես ներքև նայում։ Լսիր, ես ջրից ու բարձրությունից վախենում եմ։ Ավելի լավ է կրակեն։ Կրակելով լավ չի լինի։ Դելֆինի պես կմեռնես։ Այո, բայց եթե խեղդվեմ, էլի կմեռնեմ։ Սպասիր, ես նրանց ուշադրությունը շեղեմ, իսկ դու ծլկիր։ Լավ, սպասիր։ Ինչ ես անում, հանգիստ։ Գրողը տանի։ Ոչ! Ձեռքներից հետ բան չի գալիս։ Գտեք դրանց։ Փնտրեք։ 새로운 세상 문이 열려 있죠. 그대 안에 있네요. 그대 곁에
Եթե տարօրինակ չլինեի, եթե անուն ունենայի, կկարողանայի միշտ քեզ հետ մնալ։ Քրիչի։ 안기고 싶어요 머물고 싶죠 그대라는 세상에 I owe you I miss you I need you I love you 영원토록 그대 보내 난 아직 모르는 게 많죠 그대 세상 그대 맘을 보여줘요 Այս անգամ չտեսնված նմուշներ են բերել, չէ՞։ Այո։ Հույս ունեմ շուտով կհասնեմ նաև փայտե աղյուսակներին։ Տերը փորձված աչք ունի։ Լրիվ իմ խելքին է։ Իսկ սա ինչ է։ Որտեղ է։ Ինչ է։ Այս նկարը։ Կապույտ ծովի լեգենդը։ Ինչպես են հասնում ձեր այդ Սեուլ։ Ես քեզ չեմ համոզում, որ ինձ հետ գաս, բայց Սեուլում այնպիսի բաներ կան, որ քեզ հաստատ դուր կգան։ Օրինակ հրաշալի ռեստորաններ կան։ Սեուլը շատ մեծ է, չէ՞։ Ափից չափ է։ Քանի ապրում ենք, անընդհատ հանդիպում ենք իրար, պարզապես մարդիկ դա չեն գիտակցում։ Կապույտ ծովի լեգենդը։ Վերջ։